Աջակցության 14-րդ միջոցառումից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները, ստանալով ուսման վարձի փոխհատուցում կամ ուսանողական վարկի սուբսիդավորում։ Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավելի տոկոս միջին որակական գնահատական, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, եթե երկրորդ կիսամյակի ուսման վարձն արդեն վճարվել է, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին ուսումնառությունն ավարտելու պարագայում, իսկ եթե ուսումնառությունը շարունակվում է մագիստրատուրայում, կատարված վճարումը կհամարվի մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։ Պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող բոլոր կուրսերի ուսանողներին, բացառությամբ ավարտական կուրսերի, որոնց հանրագումարային մոգը 90 և ավելի տոկոս է, հատկացվում է փոխհատուցում ուսման վարձի 75%-ի չափով։ Ընդ որում, եթե վարձը մասնակի կամ ամբողջությամբ վճարվել է, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակի ուսման վարձի վճար։ Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց մոգի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավելի տոկոս, իսկ այն ուսանողները, որոնց մոգի արժեքը ցածր է 80%-ից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5%-ային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով։ Եթե ուսանողներն արդեն իսկ օգտվում են ուսանողական վարկերից, ապա 2020 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը վերոնշյալ սկզբունքով ամբողջությամբ կամ 5%-ով կսուբսիդավորվի պետության կողմից։ Բարձրագույն և հետբուհական կլինիկական օրդինատուրա կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը հետևյալն է։